Ինչպես են շնչական վարակները, օրինակ գրիպն ու քովիդը, ազդում սեռական առողջության վրա։ Ունեք արդյոք դիտարկումներ, պացիենտների գուցե հետ աշխատելիս հնչել են արդյոք նման գանգատներ, թե ոչ։ Երկուսն էլ եւ գրիպը եւ COVID-19 ունեն բացասական ազդեցություն սեռական ֆունկցիայի վրա, այն առումով, որ երկուսի ժամանակ էլ հարուցիչը ազդում է մեր արյունատար անոթների ներքին շերտի, էնդոթելի վրա, ախտարում է այդ շերտը, որի հետևանքով զարգանում է շրջանառության խանգարում, եւ դա էլ հանգեցնում է օրինակ էրեկտիլ դիսֆունկցիայի։ Մյուս պատճառներից մեկը այն է, որ շնչառական վարակների ժամանակ զարգացած թթվածնաքաղցը, որը պայմանավորված է շնչուղիների բորբոքմամբ եւ COVID-ի ժամանակ նաեւ թոքաբորբի զարգացմամբ, այս թթվածնաքաղցն է բերում ուրեմն օքսիգենացիայի, արյան մեջ դեսատուրացիայի, որը հանգեցնում է ուրեմն մեր սեռական ուրեմն գեղձերի վնասման, այո, սնուցումն է խանգարվում։ Նաև դեր ունի նաև սուրշնչական վարակների ժամանակ պսիխոէմոցիոնալ դիստրեսը, որը նույնպես խորացնում է այ վերը նշված վիճակը։ Բացի դրանից COVID-19-ը նաև վտանգավոր է ինչով, որ COVID-ի ժամանակ հարուցիչը ազդում է անմիջապես սեռական բջիջների վրա, ամորձիների բջիջների վրա, բացի դրանից COVID-19-ի ժամանակ հարուցիչը նաև առաջացնում է բոլորիս հայտնի ցիտոկինային հողմ, հա, մեծ քանակությամբ նախաբորբոքային այդ բջիջ ցիտոկիններ են, սպիտակուցներ են սինթեզվում, որոնք բերում են տվյալ օրգանի վնասման, մասնավորապես ամորձիների եւ ձվարամների կանանց մոտ, հա, վնասման, ինչն էլ հանգեցնում է սպերմատոգենեզի ընկճման։ Եվ բացի դրանից ես նշեցի, որ բարձր ջերմության ժամանակ նույնպես կարող են վնասվել սեռական բջիջները։